Սիրելի փոքրիկ, ողջունում եմ քեզ։ Ինչպես դու ես շարունակում ինձ հետևել, այդպես էլ ես եմ քեզ հետևում իմ կախարդական հեռադիտակով եւ տեսնում եմ, թե դու ինչ խելացի ես։ Ու բարի։ Ես այսօր նույնպես քեզ համար կկարդամ Հովհաննես Թումանյանից այս անգամ խելոքն ու հիմարը։ Իսկ կացին աղբերը պապիկը խոստանում է հաջորդ թողարկման մեջ անպայման քեզ համար պատմել։ Դե ինչ, ես ցանկանում եմ, որ դու խելացի լինես, որպեսզի զարգանա քո երևակայությունը, բառապաշարը, դու ծանոթանաս նոր ճակատագրերի հետ ու հասկանաս, թե ինչպես պետք է վարվել կամ չվարվել կյանքում, ինչ հանգամանքներում։ Քո որոշումները պետք է խելացի և ճիշտ լինեն։ Պայմանավորվեցինք, դե ինչ, Հովհաննես Թումանյան, խելոքն ու հիմարը։ Երկու աղբեր են լինում, մինը խելոք, մյուսը հիմար։ Խելոք աղբերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին, այնքան չարչարում, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե աղբեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը դուր, գնամ ջոկ ապրեմ։ Լավ, ասում է խելոքը, այսօր էլ դու ապրանքը ջուրը տար։ Ես կերը կտամ, երբ ջրից բերես, որ ապրանքը որ գոմ մտնի, ինձ, որը դուրս մնա, քեզ։ Ժամանակն էլ լինում է ձմեռ։ Հիմարը համաձայնում է, ապրանքը ջուրն է տանում, հետո ետ բերում, ձմեռվա ցուրտ օր, մրսած անասուններ։ Հենց տաք գոմի դուռն են հասնում, իրար ետևից ներս են թափում, դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի, կերաններին քոր անելիս, էն է մնում հիմարին։ Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում, ծախելու։ Ահա մոզին, արի, հեյ, կանչերով գեն, մի հին ավերակի մոտից անցնելիս, որ ձեն է տալի, ահա մոզի, արի, հեյ, ավերակը արձագանքը կրկնում է։ Հեյ, հիմարը կանգնում է, ինձ հետ ես խոսում, հա, ավերակը ձայն է տալիս, հա, մոզին, ուզում ես, ես, քանի մանետ կտաս, 10, հիմի կտաս, թե չէ, չէ, դե էքուց կգամ, որտեղից որ է ճարի, արի, հիմարը համաձայնվում է, ու մոզին ծախված համարելով, ավերակի դռանը կապում է, շվշվածներով վերադառնում տուն։ Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում փողերն առնելու։ Դու մի ասիլ, գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում է ոսկորները տեսուտ են ցրված, ավերակի առջև թափված։ Հա, ասում է, մորթել ես կերել, հա, չաղեր թե չէ, չէ։ Հիմարը էստեղ վախենում է, կարծում է ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։ Էդ իմ բանը չի, ասում է, առել ես բրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը, 10 մանետ տեղին ոսկի, սկի։ Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է ձեռի փետը ետ է տանում, դուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին, մին երկու զարկում է, պատերից մի քանի քար վեր են ընկնում, դու մի ասիլ, հնուց էդ պատում կանց է եղել պահած, քարերը որ վեր են ընկնում, ոսկին թափում է հանկարծ առաջ է լցվում։ Այ էդպես, բայց այսքան ինչ եմ անում, 10 մանետ ես պարկ, իմ 10 մանետը դուր, մնացածը քո փողն է, ինչիս է պետք, մի ոսկի է վերցնում, գալի տուն։ Հը, մոզից ծախեցիր, ծիծաղելով հարցնում է խելոք աղբերը, ծախեցի, ում վրա, ավերակի, հետո փող տվավ, իհարկե տվավ, դեռ չէր ուզում տան,
Ամա ձեռից փետովը, որ մի քանի հասցրի, ինչ ուներ առաջից փռեց։ Իմ 10 մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի այնպես փռված։ Ասում է ու ոսկին հանուն ցույց տալիս։ Էդ որտեղ աչքերը չորսի անում խելոք աղբերը։ Ցույց չեմ տա, դու աչքածակ ես, այնքան կհավաքես շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։ Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։ Բեր, ասում եմ, ձեռին դել ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ ես տեսնեմ տկլորս, քեզ համար նոր շորեր առնեմ։ Հիմարը նոր շորերի անունը որ լսում է, ձեռինն էլ է տալիս աղբորը, տանում մնացածի տեղն էլ է ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է բերում։ Հարստանում, բայց աղբոր համար նոր շորեր չի առնում։ Ես հիմարը ասում է, տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ կանգալ։ Բարոն դատավոր, ասում է, ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի։ Հերիք է, ընդհատում է դատավորը։ Ես հիմարը որտեղից եկա, ոնց թե մոզին ավերակի վրա ծախեցի, վրեն ծիծաղում է ու դուրս անում։ Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։ Ու ասում են, որ մինչև այսօր խեղճ հիմարը կիսամերկ ման է գալիս, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, իսկ խելոք աղբերն էլ ծիծաղում է ամենքի հետ։ Ահա այսպիսի խելոք և հիմար եղբայրներ։ Դե ինչ փոքրիկներ, կարծում եմ դուք ձեր դատողությունները կանեք այս հեքիաթի հետ կապված, իսկ ես պետք է ձեզ խնդրեմ, որ բաժանորդագրվեք և դնեք բութիկները։ Դե ինչ, մինչ նոր հանդիպում։